Բարդեսյանագիսես Ռոնի Ղարիբյան եմ Ղարիբյան Ռուսիա ֆինանսինգ կերչան կողմից շնորհավոր հունիս 1-ը ինչա նշանակում չեմ իմանում, բայց վերջապես հունիս ամիսն ենք արդեն միջով այս ամսավերջ տարվա կեսը անցավ եւ այս տարվա կեսը անցնելով 2025-ի գոնե 6-րդ ամիսն ենք մտել եւ հետո ամառը այնելու օգոստոս next thing you know Labor Day weekend շատ արագ օրեր անցնում են Ունենք նորություններ, ունենք անշուշտ լուրեր եւ շատ ավելի կարող եմ ասեմ հետաքրքիր նորություններ, որ բավական ժամանակա չի լսած է, բայց ինչևիցե իմ մասնագիտությունս որպես վերհիշացնեմ, նրանց որ նոր են միացել ինձ վերջի 11 տարվա ընթացքին այս հեռուստակայարանից ամեն կիրակի ձեզ հետ հույր եմ եւ ձեզի փորձում եմ լուրեր ասել ընդհանրապես Economy մասին, որ ուղղակիորեն կարող է ձեր ներկա կամ ապակա ծրագիրները ինչ-որ financing-ի, loan-երի, mortgage-ների, ու մեր մասնագիտությունը loan եւ finance եւ mortgage-ը վերջի 34 տարվա փորձառությունը, որ ունենք, եւ անշուշտ real estate-ի, any commercial կամ residential real estate հողերը առնելու կամ վաճառելու մեր մասնագիտությունն է, ինչպես ասեմ 34 տարվա փորձառությունը, փորձում ենք ձեզի փոխանցել որ ավելի հեշտությամբ կարողանաք դուք ձեր որոշումները տալ, ինչպես ասեմ, կամ ներկա ծրագիրների կամ ապակա ծրագիրների։ Սկսենք լուրերի հետ, մեկ լուրերից, որ ամեն ամիս ծրվում է real estate-ի առուվաճառքին կախյալ, դա էլ կոչվում է pending home sales։ Pending home sales, այսինքն Էշկոները, որ բացվել են եւ սա ապրիլ ամսվա pending home sales-ի զեկույցն է, մայիսին հետո դուրս կգա, միշտ մեկ ամիս տևում է մինչեւ զեկույցը կարողանում են պատրաստեն, բայց ապրիլ ամսվա pending home sales, այսինքն էշկոները, որ ապրիլ ամսվա ընթացքին բացվել է, ոչ թե փակվել է, պարզապես էշկոն է բացվել։ Դժբախտաբար sales-ը արժեքներին կապ չունի, քանակի մասին է խոսքը Մոտ 6.3% ավելի քիչ էր ապրիլ ամսվա ընթացքին, սա բախտատելով նախքին ամիսների հետ եւ մոտ 7.71 մենք նիշ են տալի 100 point, այսինքն տոկոսային բաժինով մոտ 71.3 այլ է նիշ է ինդեքսը ապրիլ ամսվա ընթացքին, որ ամենանց բարձրը որ ունեցել ենք, ել էր 2001 թվականին, որ 100 այլ է որ COVID-ը որ սկսավ եւ այդ առուվաճառքը որ ժողովուրդը ընդհանրապես կարող եմ ասեմ հարցակվան տուն առնելու համար COVID-ի ժամանակ so PHSI pending home sales index հասկացողությամբ 71.3-ը կազմել։ Հիմա տարբեր մասնագետներ տարբեր պատճառներով են ասում ինչու էր կամանց եւ ինչու էր իջե Մեկը լինելով անշուշտ National Association of Realtors-ի chief economist-ը, որ Lawrence Yunus, որ ես համաձայն չեմ իրանց chief economist-ի հետ, որ իր ասելով ասում է, որ at this critical stage of housing market, it is all about the mortgage rates. Ասում է, որ այս բոլոր խնդիրը, որ real estate-ին այսօր կա, որ առուվաճառքը քիչ է, պատճառ տոկոսներն է միայն 100%-ով համաձայն չեմ, որովհետև տոկոսները ինչի է բախտատում, որ 100% չի, հիմա կասեմ, հիմա ասում որ ինվենտորին շատացել է նորենց ապրիլի համար մայիսինը չի, ուրիշ լուր ունեմ ձեզ այնց հետո, որ էսի փոխելու է, բայց որ դրանք է առուվաճառքը կամ ավելի շուտ էսկոները բացվե, North East New York-ի շրջանում իջել է 3%-ի չափ, սա բախտատելով ապրիլ 2023-ի հետ բախտատելով Midwest հասկացողության մոտ 2.3%, South, որ Louisiana, Texas եւ այլն South-ն է 3%-ի չափ իջել է, առուվաճառքի մասին է խոսքը, եւ West, որ նոմա Utah, Denver, Nevada, Arizona, California եւ այլն down մոտարպես 6.5% առուվաճառքը ոչ թե արժեքները խնդրում եմ սխալ չհասկանաք։ Ներողություն, միակ տեղը որ ավելի affordable է, որ ժողովուրդը կարողանում են առնել Midwest-ում, որ միջին արժեքն է $313,000 Midwest-ում, որ այնտեղում ապրել է այդ tornado-ները կա եւ այլն, տանք տարբեր ամեն մարդ չի կարողանում փոխվի։
փոխադրվի կարող եմ ասեմ ավելի շատ։ Բայց ինչպես հիմա մեկ հետո կասեմ Լորենս Յուի ասած ինչու սխալ է։ Anyway, հիմա անցնենք առաջ, նայենք որ արժեքները, այսի առուվաճառքի մասին էր խոսքը, բայց արժեքները ինչ այլում ստեղում։ Վերնագիրները, որ ձեզի ասելու են եւ ասում են եւ գրվում է, քան թե իրական լուրը, նորեն մամուլը ինչպես ուզում է, ժողովրդին ուղղություն է տալ։ Շատ բարձ օրինակ ասեմ։ Ես հիմա համաձայն չեմ օրինակ այս հայերի վերջի երկու շաբաթվա որ զինվորները բռներ են 20 քանի հոգու տարբեր տեղերից որպես բայց մամուլը ինչպես ասում է մեր հայկական անունն է տալի Armenian mafia, Armenians this մեքսիկացիներին բռնում են կամ էլսալվադորցիներին բռնում են կամ հրեաներին բռնում են կամ արաբներին բռնում են շատ կամ իտալացիներին բռնում են չեն ասում Italian mafia, չէ՞, կամ չեն ասում որ Jewish mafia, բայց ինչևից է մամուլը ինչպես ուզում է թելադրի, չեմ ուզում դա մասին խոսել։ Վերնագիրը գրել է որ վերնագիրը Home price growth slows to the weakest pace in 2 years as buyers' demand remains soft. Վերնագիրը մեծ ասում է որ տան արժեքների home price growth արժեքների աճը slows to the weakest in 2 years ամենանց կամանց արժեքները վերջի 2 տարվա ընթացքին տան արժեքները ամենաթույլն է եւ as buyers demand remains soft եւ գնողները թեթև են Այս վերնագիրն է, ինչ եք թելադրում այս վերնագիրը կարդակ Home price growth slowed to the weakest pace in 2 years as buyers demand remains soft Ամեն մորտուս արժեքները ցած եկավ Արժեքները ցած է եկել Ոյմա լուրը կարդանք այդ վերնագիրն էր Եվ սկսում է տվյալ ձևով National single home value rose 3.4% in March from a year earlier. By the way, մարտ ամսվանն է, որտեղ այս արժեքները, այստեղ ասեմ S&P Case-Shiller ընկերությունը ամենից հսկայական մեծ ընկերություններից է, որ կարող եմ ասեմ մեծամասնություն էկոնոմիստները եւ մեծամասնություն ժողովուրդը եւ բաները հետեւում են այս Case-Shiller-ի measure-ը, որ արժեքներն է, որտեղ շատ կարևոր մհատ ընկերություններից է որ ամեն մարդ մոտիկից հետևում է so այս Case-Shiller-ի ասածները շատ ճիշտ է որտեղ market expectation-ը որ բանն է հիմա այս Case-Shiller-ը ընդհանրապես որ այս թիվերն է ասում որ արժեքները ուր են գնացել վերջնում է երկու տարբեր խումբ ունի մհատ փուլ ունի երկու տարբեր բասկետներ ունի մհատի մեջ 10 հատ բուն քաղաքներն են, որ տա մեջ են բանանում, այդ քաղաքների փորձը վերջնում, մատը 20 հատին է, օրինակ 20 հատի մեջ ովքեր են մտնում, ունեմ New York, Chicago, Cleveland, Detroit, Boston, Las Vegas, Washington, Seattle, Los Angeles, Minneapolis, Charlotte, Atlanta, Phoenix, Miami, San Diego, San Francisco, Portland, Denver, Dallas, Tampa Այսինքն մեծ Միացյալ Նահանգների 20 եւ մատ ունի 10 եւ այստեղ վերջում այս քաղաքների մեջի առուվաճառքները եւ այսի միայն single family-ների մասին է խոսքը condominium-ների unit-ների մեջ չեն վերջում է ինչքան list-այլը ինչքան վաճառվել է բախտատում են նախկին ամսվա հետ բախտատում են նախկին տարվա հետ բայց վերնագիրը ասում national single family home value rose 3.4% in March from a year earlier Սկսում է վերնագիրը, որ մարտ ամսվա արժեքները 3.4% միջինը, բոլոր միացյալ նահանգների միջինը ավելի շատ է, ավելի է թանկացել, քան թե անցյալ տարի մարտ։ Եթե դու նախարարչի նախադասությունը սկսում ես 3.4% արժեքները բարձրացել է, ինչու է քո վերնագիրը ասում, որ արժեքները իջել են, շատ կներեք։ ներող ամիտ կենեք էսի Սո ինչու է տենցի ասում Չէ, ճիշտ եմ Բայց ասում եմ, որ շատ ավելի քիչ էր slower than 4% annual gain in February Ասում եմ, բայց փետրվարին 4% էր աճը բարձրացել Հիմա 3.4% եւ
կամ անցածերը։ Այսինքն ուզում եք ասեք, որ ես անցյալ տարի 1 միլիոն փող եմ աշխատել, այս տարի 900,000 փող եմ աշխատել, ուրեմն 100,000 կորցրել եմ, ուրեմն ես չեմ փող աշխատել, ուրեմն կամ անցակորցրել։ Ինչքան ժողովուրդին սիրում են միտքները պղտորել։ Հələ էսի ասա։ Slower than 4% annual gain in February and the smallest year-on-year increase is 2023. 23-ից միջոմա այսքան կամանց աճ չենք ունեցել։ Ridiculous. Actually, I'm slide-ի վրա ցույց տամ, որ իրականությունը տեսնենք, ոչ թե վերնագիրները, որ ինչպես է խափում։ Mən խնդրում եմ slide-ը նայենք։ Ուրեմն annual change in home values in March for top 20 meters, եթե նայես metros, New York 8% աճ ունեցել մեկ տարվա մեջ։ 8%. Chicago 6.5%, Cleveland 5.8%, Detroit 5.8%, Las Vegas 4.7% աճ ունեցել մեկ տարվա մեջ, Los Angeles 4.1% աճ ունեցել, բայց US Nation-ը որ վերցնում են, այս բոլորի միջինն են վերցնում, որովհետև Denver-ում 1.4%, Portland 1.4%, Dallas Tampa իջեր 2%, այս ցածերը Miami, Phoenix արդեն, այս ցածերը մեր average-ը բերում է ցածրը 3.4%, բայց Los Angeles որ ապրում ենք, ստեղ է 4.1%։ Ուրիշ ինչ եմ ուզում ասացել եմ այս լուրը, որ հիմա տեսակ եւ slide-ի վրա ձեզ ցույց տվամ։ Կարող եմ էլ եմ ասեմ, բայց նորեն թող ասեմ։ Լուրերը որ լսում եք CNN, Fox, MSNBC, CNBC, I don't care որ դեք լուր լսում, այս լուրերը որ լսում եք, մանավանդ իմ մասնագիտության մասին եմ խոսում, չեմ ուզում ընդհանուր խոսամ, real estate, ֆինանսավորում կամ տոկոսներն են հայտարարում եւ այլն։ Այս մասնագիտությունները, որ այս լուրերը որ լսում եք, ես հաճախ իմ հաճախորդներին, իմ ընկերներին կամ իմ ծանոթներին, որ նստում ենք զրույց ենք տալի ուրիշ պայմաններով, գործի ժամերից դուրս, ես միշտ հիշացնում եմ, որովհետև սկսում են զրուցել թերիֆի մասին կամ ինչ-որ, եւ սկսում եմ հիշացնել բոլորին, որ Կալիֆոռնիան ինքը իր համար մեր ջոկ երկիր է, իր համար ջոկ երկիր է, բոլորովին կապ չունի Միացյալ Նահանգների ստատիստիկների եւ ինֆորմեյշնների եւ տեղեկությունների։ Եթե Tampa, Florida, որ նոր նայանք արժեքները 2% իջերա, Կալիֆոռնիայում 4% բարձրացել է, Նյու Յորք 8% բարձրացել է։ Կալիֆոռնիան, հիմա Կալիֆոռնիան էլ ավելի փոքրացնենք, Լոս Անջելեսը ինքը իր համար մեր ջոկ երկիր է, իր էկոնոմին, իր մտածելակերպը։ Այսօր օրինակ մենք հետո լուր ունեն Fannie Mae, ինչպես իմանում եք, Fannie Mae, Freddie Mac-ի կողմից ամեն ամիս ունեն forecast, որ ինչ սպասելիք ունեն տոկոսները եւ շուկան։ Crystal ball ունեն, magic ասես, նայում են մեջի իմանում են մյուս տարի ինչ պետք է լինի։ Որից եք իմանում ինչ պետք է լինի։ Բացի որ չեն իմանում, այո, ունեն հսկայական հարյուրներով, հազարներով անալիստներ, որ մեծ գումարներ վճարում են, ստեղ նստեն, մտածեն, հաշվեն, որ ասեն, որ այո, սպասում են մյուս տարի կամ 6 ամիս հետո ինչ այնելու։ Fannie Mae-ն հայտարարել որ տոկոսները պետք է մինչև մյուս տարի իջնի 5-երի մեջ եւ այս տարի մինչև 6։ How do you know? Իմանում եք ինչու չեն իմանում, ասեմ ինչու չենք իմանում, չեմ ուզում դուրի շեղվեմ, բայց ասեմ ինչու չեն իմանում։ Եվ ինչու ոչ ոք չի կարող իմանալ։ Կարող ես իմանաս անմիջականը, կարող ես իմանաս հաջորդ քանի ամիսը, բայց չես կարող իմանաս մյուս տարի ինչ կլինի 6 ամիս հետո։ Ինչու շատ պատճառներ։ Օրինակ այս թերիֆի հարցը, ինչու ենք հեռու հետում, հիմա այս թերիֆի հարցը կա։ Ապրիլից է թերիֆ են խաղացնում։ Ապրիլին սկսավ 2 ամիս է։ Ոչ մի բան էլ չի ելել։ Գոնե նորեն Լոս Անջելեսի մասին են խոսում։ Կամ Կալիֆոռնիա, Southern California-ի մասին են խոսում։ Նույնիսկ Ֆրեզնոյից, Սան Ֆրանցիսկոյից ցած։ Ոչ մի բան չի փոխվել։ Այո, երկու բան թանկացել է փոքրիկ ստենդը, բայց ինչու, որովհետև այսօր թերիֆա 6 ամիս հետո ուրիշ հարց է։
6 ամիս հետո Ուկրաինան ինչ է լավ, ուր է, դա լուրեր ուր են։ Ուկրաինայի այս պատերազմի ծախսը մեզի խանգարում էր։ Կովիդը եկավ, Ուկրաինան եկավ, թերիֆը եկավ։ Միշտ մի բան գալիս է։ Միշտ մի բան ունենք։ Կրակները լավ։ Շո որովհետև միշտ մի բան կա եւ կելնի եւ լինելու է, չես կարող հիմա կողմից ասես 6 ամիս հետո ինչ կլինի։ Ինչու ես կարող հիմա, որովհետև եթե որևէ փոփոխություն չլինի, եթե այս ինչպես ասում ենք, այս խավով է դա, այս ուղղությամբ է դա, այս սպիդով է դա, այս իրա։ Այն ժամանակ ասես, այո, այս ենք սպասում, բայց որովհետև տատանվում է, մարքեթը նայեք ինչ է անում։ Ամեն օր մեկ լուր կա, այսօր Չայնայի հետ սենց, վաղը Եվրոպայի հետ սենց, այսօր սենց է, եւ մարքեթ բում 1000 փոինտ, բում 1000 փոինտ, բում 1000 փոինտ, եւ դա վրայ տոկոսը։ Լուր կա այն օրը կարդում եմ լուրերը, որ տոկոսները բարձրացել է։ Մեր տոկոսները ի՞նչ era, այդ ումի տոկոսն է բարձրացել, որ 4 օր է անցյալ շաբաթ 3 շաբթի օրվանից ասում են տոկոսները բարձրացել է։ Օ, տոկոսները the highest we had 7%։ Մեր ի՞նչ era։ Այո, խնդիրներ կա 10 տարվա treasury-նա բանդն է։ Հիմա օրինակ 4-շաբթի ժամը 12-ից 40-անց բան մարքեթը լավ 4.5%-ները բարձրացավ, հետո 5 շաբթի ուրբաթ ինչա դա մասին չի խոսում, դեռ ուրբաթ օրը 4-շաբթի լուրի մասին է խոսում, որ այդ 2 ժամվա մեջ տոկոսները բարձրացան։ Որտեղ ուրիշ բան չունեն ասելու, փորձում են լսնեն լուրերը։ Եվ այդ ձևով լսնելով սխալ տեղեկություններ են տալի ժողովուրդ։ Հիմա օրինակ ամենամեծ լուրը, the biggest լուր, home վերնագիրը, home sellers now outnumber buyers by largest margin in 12 years։ Այսօրվա ծախող այնքան տուն կա վաճառքի, որ գնողը չկա։ Համաձայն եմ, լիստինգները շատացել են։ Բայց to the point որ bidding war չի ելնելու, հիմա կարող ես ինչ-որ լիստ արի արժեքից շատ ավելի արժան առնես, competition չկա հիմա բայերների կողմից, համաձայն է։ Բայց, բայց, որ քաղաքի մասին է այս լուրը, Արշո Գլենդելին պատկանում է, Գլենդել քանի լիստինգ է դուս եկե։ Adjustment ելնելու է, no questions asked, որտեվ ինչքան ժողովուրդ ես wait and see, սպասում են տեսնեն, ինչ են տեսնեն, չեմ անում, որտեվ տոկոսների պրոբլեմը չի մեկի առաջ Լորենս Յունը, որ ասեմ chief economist, ասեմ համաձայն չեմ, ասեմ ինչու։ Այսօր տոկոսները, մեր տոկոսը գոնե 6.43, 6.20։ Չենք խոսում Biden պրոգրամը 4.5 ունենք, չենք խոսում interest only, որ տոկոս payment-ը այնքան քիչ այլնելու։ Շատ հնարավորություններ կան տոկոսը քիչ պահելու, payment-ը քիչ պահելու։ Այսօր point վճարելով կարող ես 5.8 ստանաս կամ 6։ Մենք էլ կարող ենք օգնենք եւ կա եւ օգնությունները կան։ So եթե 3 է սպասում, այդ 3-ը որ ունեցել են, կամ այս ձևով դու բացատրեմ, այն օրը հետաքրքիր էր քշում իմ փողոցում, որ մեր հայրենակիցներից միշտ տեսնում են դրսում եւ հարցը զրույց խոսակցություն են ուզում։ Ասեմ որ տոկոսները ուր է թալու եւ ինչ, ասեմ նա եթե սպասում եք այդ 3%-ին, որ COVID-ի ժամանակ 2.5 կամ 3, մատ անգլերենով խոսակցություն ունեմ, այդ խոսք ունեն, որ ասում է որ այդ 3%-ը it was a once in a lifetime opportunity։ Լսեք, չէ՞, once in a lifetime opportunity։ Ինչ է նշանակում։ Հայերենով ինչ է նշանակում once in a lifetime։ Այսինքն քո կյանքիդ ընթացքում մեկ անգամվա մահատ հնարավորություն կա։ Երբ որ ասում ես once in a lifetime, այսինքն իմ lifetime-ում նորեն չի ելնի։ Եթե նորից ելնի չեն ասի once in a lifetime, ասեն twice in a lifetime։ Այսինքն իմ կյանքիս ընթացքին չի ելնի, կարող է իմ երեխաների կյանքի ընթացքին նորից պատահի, բայց նորեն չի ելնի։ So 3-ին եք սպասում, come in 50-ից 100 տարի հետո զանգեք։ Եթե սպասում եք այդ 3-ին, ելեն ոչ ոք չի իմանում by the way։ Ելեն ոչ ոք չի իմանում։ Մեկ քիչ առաջ ասամ, որ Fannie Mae crystal ball ունի, ես էլ չունեմ։ Կարող է 6 ամիս հետո COVID չելավ, Soviet ելավ, մի բան եկավ, ով է իմանում, you never know։ Կարող է մի բան եկավ համաշխարհային մեծ մոլորակից մի բան եկավ, որ բոլոր աշխարհին ազդի, ոչ թե Կալիֆոռնիային, ոչ թե
Ֆրանսիային կամ Իսպանիային, պետք է համաշխարհային, ինչպես COVID-ը համաշխարհային շատտաուններ։ Կամ գոնե միայն բոլոր Միացյալ Նահանգներին ազդի, այո, այն ժամանակ կարող է տոկոսները հետ բերեն ցած, բայց նորեն be careful what you wish for։ So հիմա տուն առնելու կամ ֆինանսավորման համար տոկոսներ, ինչպես ասամ, շատ ցած է։ Ունենք հիմա էլ բավականի ցած է, մերն էլ ցած է։ Առնելու համար not a problem. Տոկոս is not the question. Whatever this is it. Եթե սպասում եք 3-ի երբեք չեք առնի, իսկ տուն առնեք this is տոկոսները էսա։ Հիմա you can afford, որովհետև թանկացել է։ Եվ այդ 3%-ով 3%-ը offset էր անում, այսինքն թանկությունը օգնում էր։ Բայց որ 3 էլ նորմալ է, հիմա 6-ը նորմալ է, 6-եր են եւ չես կարող առնես որտեղ թանկացել է, որովհետեւ այդ 800,000-ից տունը էլա 1.5 միլիոն դոլար։ Որտեւ այդ 1 միլիոնից տունը էլա 1.802 միլիոն դոլար։ That's different story։ Թանկացել է։ Ոչ թե տոկոսն է բարձրացել, տոկոս եկել է տեղը։ Չի բարձրացել։ Այն որ եկել է, այն էլ իջ է։ Հիմա չի բարձրացել, եկել է իր հետ իր տեղը որ պետք է լինի։ Հիմա կես տոկոս, 1%-ի մասին չի խոսքը, 6.5-ի 5.5 կելնի օրինակ։ Ընդհանուր ենք խոսում, որտեղ 5.5-ով կարող ես payment տաս, 6.5-ով չես կարող payment տաս։ Մենք արեք 5.5-ով քեզի այսօր կտամ։ So it's not the rate։ Բայց եթե արժեքներին եք սպասում, այո, ինվենտորիները շատ անում է, գնողները սպասում են, so ուզենք չուզենք արժեքները պետք է adjust անի, ոչ թե իջնի, adjust անի։ Օրինակ, այն օրը մեր լուր կա Redfin-ի կողմից անալիստները ուսումնասիրել եւ ասել են, որ մինչեւ տարվա վերջ սպասում են արժեքները 1% պետք է իջնի։ 1% պետք է արժեքները իջնի։ Այսինքն 1 միլիոնանոց տունը պետք է լինի $990,000։ Ու հիմա արի ես 1%-ով եմ այդ արժանոտ առնեմ։ Այդ լուրեր, որ ժողովուրդը արժեքները իջնում է, բայց կարթա 1% են գրել, այն էլ նորեն crystal ball չունի եւ չի խոսում Glendale-ի մասին, կամ La Cañada-ի մասին, կամ Burbank-ի մասին, կամ Studio City, Sherman Oaks Encino-ի մասին, կամ նույնիսկ Silver Lake-ի մասին, կամ Echo Park-ի մասին, կամ Hollywood-ի մասին։ Այդ ով է իմանում, խոսում եմ Mississippi, Alabama, Kentucky, Arkansas, ով է ինչ քաղաքների մասին են խոսում։ So, back to իրականություն։ Հիմա, այս թերիֆների հարցը, ուր այդում սպասում ենք, ինչ ենք սպասում, չեմ անում, մոր լաշուդա, մոր նախագահ Թրամփին սու անում կորտը, մոր ասում են։ Կենտրոնական բանկի տոկոս իջեցնելը psychological է եւ մեծ ընկերություններին օգնում է։ Հիմա դուք ինչ անեք, պարոն Ղարաբյան, մենք ինչ անենք, ասեմ ինչ անենք։ Առաջի հերթին թիվ 1 որևէ շուկայում, այս շուկան լավ շուկան, տոկոսները 4-ա, տոկոսները 13-ա, տան արժեքները իջել է, տան արժեքները բարձրացել, կարևոր չի։ Դու ամիսը $5,000, $4,000, $6,000 բաջետդ պետք է իմանաս քո ամսական ինչքան ես կարող ծախսես մեր տան վրա։ Եվ էդի մեզ դիմում եք, pre-approve ենք անում, ձեզի ասում ենք, որ պարոնյան կամ տիկին պարոնատիկինյան, դուք ձեր եկամուտի պայմաններով եւ ձեր ապրուստի կյանքի ծրագիրներով, այսինքն your lifestyle-ով մենք կարծում ենք դու կարող ես վճարես ամիսը օրինակ $4,000 կամ $5,000 կամ $8,000 կամ $20,000 ինչ որ թիվն է եւ ասում ենք դու կարող ամիսը $6,000 payment վճարեք տան վրա այս թուղթերը ուսումնասիրել ենք երբ որ պատրաստ ես այդանք քեզի $6,000-անոց տուներ ցույց տամ ամիսը $6,000 payment-ի մասին է խոսքը որովհետեւ կարող ես 6,000 վճարես, հիմա 6,000-նոց տուն կա, որտե՞ղ, Beverly-ից չկա, բայց ուզում ես օրինակ Burbank կա, օրինակ եմ ասում, կամ Van Nuys կա, բայց Encino չկա, օրինակ եմ ասում, հա, կամ North Hollywood կա, բայց Studio City չկա, so, առաջ
իմանաս ինչ բյուջե ունես։ Եթե այդ բյուջեն այդ ամսականը կարող ես 10 եւ այդ օրը կարող ես տուն առնես, ուրեմն is the right time։ Այս որ ասում են հիմա ինվենտորիները շատանում բայները քիչ անում եւ adjust անելու, այո, անշուշտ adjust անելու եւ ոչ թե այսօր 6 ամիս ավել է adjust արել։ Մենք offer ենք գրում այն տունը, որ օրինակ 1 միլիոն կարժի լիստ արել 1 միլիոն 300,000 ոչ ոք չի առնում։ 1 միլիոն offer ենք տալի, ուզում ես ծախի։ Բայց այսօրվա սելերը վաճառողը պարտավոր չի վաճառի, եթե տոկոսը լավ է։ Միակ ընտանք են, որ they have to։ Ինչու they have to, աստված ոչ արած, divorce case, աստված ոչ արած, մահվան մեկը ամուսիններից մահացել է, lifestyle-ը փոխվել ընտանիքինը, կամ աստված ոչ արած, այդպես պատճառներով, դե ոչ they don't have to sell։ Եթե ես 1 միլիոն 300 եմ ուզում, վճարող չկա, 1 միլիոն են ուզում տան, չեմ ծախի, listing-ս հանի։ Very simple։ Ապուշ չեն ժողովուրդը, չի վաճառի։ So what listing-ները շատացել։ Բայց ճիշտ խորհուրդը նայես, քո տունը այսօր 1 միլիոն կարժի, ոչ թե շատացել է ինվենտորին այդ պատճառով։ 6 ամիս է 1 միլիոն կարժի, դու ասում ես, սխալ listing-ների մասին չի խոսքես, որ սխալ արժեքներ են լիստանում։ Հիմա այս COVID-ի հարցերով ինչ կարող ենք սպասենք, որ ասում ենք, պարոն Ղարաբյան, մենք ինչ անենք հաջորդ 6 ամիսը կամ հաջորդ 1 տարին կամ հաջորդ քանի ամիսը։ Crystal ball չունեմ, բայց երկու բան կարող եմ ձեզ ասել։ Այս սղաճը թանկությունը, որ Միացյալ Նահանգների կենտրոնական բանկը սպասում է inflation-ը որ բարձրանա, որ ասել է ելնելու է control, այսինքն իմանում են գալիս է, կարող են control անել եւ ինչքան սպասում են օրինակ 2 որ նոր report կար, 2.3% կամ 2.5 ելնի 3.5։ 1% կարող է սղաճ ունենանք, թանկություն, inflation։ Բայց դա չի խնդիրը իմ կարծիքով հիմա։ Կենտրոնական բանկը, որ սկսավ տոկոսները բարձրացնել 2022 թվականին, եւ եթե իմ հին վիդեոները YouTube-ի վրա նայեք 2022-23 թվականի վիդեոները, կտեսնեք, որ դեռ կենտրոնական բանկը անգամներ իրան զեկույցի մեջ ասել է, մենք տոկոսները բարձրացնում ենք, and it's gonna be pain on the way։ Այսինքն ճանապարհը ցավալի է լինելու մեր ժողովրդի համար։ Եվ ձեզի անգամներ ասել են, որ սպասում եք կենտրոնական բանկը տոկոսները այնքան բարձրացավ, որ փուշ էր անում ժողովրդին անգործություն։ Այնքան էր բարձրացում, որ ընկերությունները սկսեցին layoff-ներ անել, եթե հիշում եք Google-ը, Meta-ն, Facebook-ը, քանի այտենցի 5000, 10000 մե երևի լրիվ 3-4 տարվա ընթացքում բոլոր Ամերիկայում երևի 20000 layoff ելավ at best։ Որսկի didn't feel nothing, որտեղ 20000 գնացին private sector-ում գործ ճարան, որտեղ տանց հայերին արել COVID-ի օրերը overhired-ին հանը։ Այսինքն COVID-ի ժամանակ շատ են հայեր արել, որտեղ այդ Instagram-ներն ու այդ բաներն ու Instagram-ը ասում, Grubhub-երն ու Delivery-ներն ու տանք շատ են հայեր արել, տանք հանը։ Բայց ոչ որևէ ձևով կենտրոնական բանկի տոկոսները բարձրացումը որևէ ձևով ազդեցություն ունեցավ տան արժեքներին։ Real estate-ը բացի որ արժեքները չի չափ, հակառակը շարունակաբար բարձրացավ։ Միակ ինչ ելավ, փոխարեն ամիսը 20% էր բարձրանում, 10% էր բարձրանում, իջավ ամիսը տարին 4% է բարձրանում, տարին ասում ամիսը։ Տարին 10%, COVID-ից մինչև հիմա 100% արժեքները բարձրացել է։ Բայց հետո այդ տոկոսը բարձրացավ, սկսավ քիչ կամանց տարժեք, բայց չի չավ։ Սղաճը բերավցած, great, 8-9% է թանկությունը բերել է 2.5%-ի վրա, which is great։ Հիմա թերիֆի պատճառով այդ is going to be pain on the way որ ասել է կենտրոնական բանկը, հիմա զգալու ենք եւ ոչ թե զգալու ենք, որովհետեւ կենտրոնական բանկը տոկոսները բարձրացավ, որովհետև կենտրոնական բանկը տոկոսները բարձրացավ եւ ազդեցություն չուներ, հիմա թերիֆները որ եկավ մեջտեղ, նախագահ Թրամփը օգնում է կենտրոնական բանկին առանց ուղղակիորեն, որ այդ իր անգործությունը որ ուզում էր, որ գա մեջտեղ։ Ուրեմն ոչ թե միայն սղաճ, ոչ թե միայն inflation ենք ունենալու, ես կարծում եմ որ stagflation ենք ունենալու։ Եվ stagflation-ը նա որ բացի որ թանկությունը առաջ գալի, որտեղ թանկություն առաջ գալի, այսինքն ժողովուրդը փող ունեն, ծախսում են թանկություն, ծախսում են թանկություն։ Հիմա թանկությունը առաջ գալու եւ անգործը ներնելու
գործ չեն ունենալու, էկոնոմին էլ կամանցանալու է, ոչ թե թանգանում է, որտեղ էկոնոմին ուժեղ ածեր է, որովհետև այն նորերը, որ թանգանում էր, ինչպես նախագահ նորեն Ջերոմ Փաուելը, կենտրոնական բանկի նախագահն ասում էր, որ այս economy is heating, տակա, շատ տակ էր, թանկություն էր առաջ եկել, որտեղ էկոնոմին շատ ուժեղ էր։ Հիմա իր երազը կատարվելու անգործությունը սկսելու են լեյաֆները եւ իջնելու է թանկությունը առաջ գալու եւ նույն ժամանակ գործ չինեն, բայց ժամանակավոր, որտեղ is controlled. So unemployment rate goes up and հույսով եմ որ ոչ, բայց իմ կարծիքով դա է լինելու եւ կենտրոնական բանկը տոկոսները դիտավորյալ ցած չի բերում այլ պատճառներով, բայց մի հատ պատճառներից այնա որ great opportunities is լավ մեր համար լավ ժամանակ է որ մեր երազը մեր ուզածը լինի real estate-ի շուկան մեռնի լրիվ արժեքները գացած ժողովուրդը անգործելն են disaster մատ economy ունենանք ժամանակավոր որ մաքրվի ու այդ reset button-ը խփեն որտեղ կա reset ասում են 10-15 տարի մեկ reset են անում այդ կոճակը խփեն ամենին մաքրում են նորից են սկսում այդ reset-ը 22-ին փորձավ խփի բայց չելավ եւ հիմա է փորձում այդ reset-ը tariff-ի հետ միասին կենտրոնական բանկի եւ tariff-ները այդ reset button-ը ուզում են ելնի շատ երկար չեմ ուզում սենցի խորանալ մանրամասերի բայց in the end of the day մեկ բան որ ձեզի միշտ ասել եմ եթե դուք այսօր տուն առնեք գոնե մեր միջոցով ուրիշի հետ չեմ կարող ես այս խոստումները տամ ինչ եք անելու ինչ բրոքերների հետ ինչեր եք խոսալու կամ ինչ խոստումներ են տալու ձեզի բայց մեկ բան ձեզ գարանտի եթե այսօր 2025 թվականին դուք տուն առնեք մեր միջոցով ձեզ գարանտի կանեմ 5 տարի հետո եթե արժեքները չի բարձրացել եւ իջերա ես ձեզի տարբերություն կվճարեմ ձեզ գարանտի եմ անում արժեքի բարձրացում այսօրվանից արդեն մինչեւ 5 տարի եւ նորեն գարանտի կանեմ որ եթե այսօր չառնես փորձես սպասես մինչեւ 2026-ին առնես ավելի թանկ կվճարես տան արժեքներին, որտեղ ինչպես տեսամ մամուլի վերնագեր ասում արժեքները իջել են, բայց հետո բուն լուրի մեջ ասում են prices are up։ Ինչպես է կարող արժեքները բարձրանա if the prices are up։ Մեկոց էս ասում, մեկոց են ասում, it doesn't make sense։ So, երբ լավ ժամանակ առնես, երբ որ կրպանը թույլատրում է it's a good time to buy։ Եվ ինչքան շուտ այնքան լավ։ Եվ տոկոսի կողմից zero problem, but տոկոսեր կնայենք։ Տոկոսը ինչպես ասամ, մենք պաշտոնական թե 6.5-6.25-ը մենք ունենք ինչքան ծրագիրներ ու կարող ենք ձեզի օգտակար լինել։ Մենք նայենք մարքեթը ինչպես փակվա, price per square feet-ը այդ որ adjustment-ներն եմ ասում, շատ կարևոր է դել նայենք։ So մենք նայենք առաջ մարքեթը ինչպես փակվա, այդ ուզում price per square foot-ի մասին ձեր հետ խոսեմ։ Ուրեմն Dow Jones-ը 42270 54 point աճ ունեցավ։ S&P-ն 5911 48 point կորուստ ունեցավ, Nasdaq-ը 19113 62, by the way, S&P-ն այս COVID-ից ներողություն, այս tariff-ից հետո, թե COVID-ը, tariff-ից հետո մի ամսվանից 6% աճ ունեցել, 6% gain, այդքան tariff 6% շահ ունեցել։ Գերմանական DAX-ը 23997 64 point շահ ունեցավ, անգլիական FTSE-ն 8772 55 point շահ ունեցավ, Japanese Nikkei 37965 467 point կորուստ ունեցավ, Shanghai 3247 15 point։ Քարյուղը $60.79 15 cent կորուստ ունեցավ, ոսկին 3289 27 point կորուստ ունեցավ եւ silver արծաթը 33 դոլար 34 cent կորուստ ունեցավ, platinum-ը 1053 25 դոլար platinum-ը։ Եվրոպական եվրո 1 դոլար 13 cent-ը 1 եվրո, անգլիական British pound sterling-ը 1 դոլար 35 cent-ը 1 pound, անգլիական Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրը 104023, Հայաստանի դրամը կարծեմ էդի update-ը չի։ Հիմա
10 տարվա treasury-ին, որ 30 տարվա վարկերը անուղակի հետևում են, մայիս 2-ին 4.310 էր, մայիսին 4.38 եւ մայիս 30-ին 4.39։ Մի անցյալ ուրբաթ 4.5։ Այսինքն տոկոսները ոչ թե այս ուրբաթին բարձր, անցյալ ուրբաթին բարձր։ Բայց այսօր լուրերը բացեք ասում են rates are up։ Մեր շաբաթ անցավ այդ լուրից, ձեր քաշեք rates are up ժողովրդի ջղերի հետ երեք խաղում։ Շատ կներեք, շատ մի քիչ հոգեվորված եմ խոսում ընդհանրապես այս բարականում, որովհետև I don't think it's fair։ Չեմ կարծում, որ ճիշտ է, որ ժողովրդի հետ կարողանաս այդ ձևի մամուլը ինչպես ուզում է psychologically brainwash-ը։ Բայց ինչպես սկիզբը ասամ, ձեր երկիրը, ձեր աշխարհը, որտեղ որ ապրում եք, որտեղ որ ծրագրում եք, ձեր անմիջականն է։ Այսինքն չապատոն Bakersfield, մեր ժամ ու կես ճանապարհը Glendale-ից, Palmdale, մեր ժամ ու կես ճանապարհը։ Որևէ ձևի նույն քաղաքները, նույն պայմաններով, նույն բանը չի պատահում։ Չմոռանանք, հիմա, ինչպես որ անցյալ քանի շաբաթների հիշացրամ, այս կրակների պատճառներով բավականին բայերներ կան, որ they're desperate, they have to buy, տուն չունեն, տունը վարվեր է, ինչ ունես է փողը տվեր է, կամ չի տվեր, բեկե այդա միջում վարձու են նստում, life goes on։ Ոմանք փոխադրվում են Թեքսաս կամ Արիզոնա, ամեն մարդ չի ուզում ստե։ Բայց բավականի կան, որ առայժմ մեզ մարքեթը տակապան, բայց stupid money չեն տա։ Ճիշտ փողերով կտան, ոչ թե ինչ որ ուզում են։ Ման նայն տոկոսները բավականի, ինչպես ասամ, լավ են եւ ծրագիրներ ունեն profit and loss program is be fantastic Օրինակ down payment-ը գումարի վերջի վարկանին եք դրել statement-ի մեջ seasoning պետք է չունենք, եթե self-employed եք, հազարած CPA-ից նամակներ չենք ուզում, մեծ bank statement-ներ չենք ուզում, profit and loss-ով կարողանում ենք լավ տոկոսներով ձեզի տանք, interest only-ները is been fantastic, mən 9%։ Սա refinance-ի համար եմ ցույց տալի, եթե ձեր պարկն է 300-ից 800-600 եւ տոկոսը 6.5-ից բարձր կամ 6.25 կամ 6.3 անպայման հեռաձայնեք, այս բոլորը single family տուների մասին է խոսքը, բոլորը owner occupied-ի մասին է խոսքը եւ բոլորը 781 credit score-ների մասին է խոսքը։ Եթե ուզում եք cash-out անեք, գումար քաշեք տան վրա 6.25 1%-ով 6.5 հիշվեք 7-8 թերել է 6 is nothing իրականության մեջ որ 34 տարի գործի մեջ եմ շատ ավելի թամ բարձր եմ տեսել 92-3 թվականներին 6 էր high balance-ները 806,000-ից 1,200,000 նույն ձևի 6.375 Եթե ուզում եք cash-out անեք եւ credit-ի problem ունեք եւ ձեր մինչեւ $800,000 6% 1 point-ով ունենք հիմա էսի ուզում եմ այս buy down-ը ձեզի սովորացնեմ, so եթե այն որ տոկոսի մասին է մտահոգ, եթե տուն ես առնում $1 million, էսի 20% down-ով եմ ասել, բայց 10%-ով է նույն ծրագիրները ունենք, էսի 1 միլիոնի օրինակն եմ տվել, տոկոս կնի 6.3-4,900 պարոն Ղարիբյան 4,900 շատ է, չեմ կարող տամ, 3,900 կարող ես վճարես, այո, արի ուրեմն քեզի 4.3 կտամ, 12 ամիս։ Եվ եթե այդ Crystal Ball-ը որ Fannie Mae-ի իմանում եմ մյուս տարի ինչ այնելու տոկոսները ճիշտ այնելու refinance կանես։ Եթե տոկոսները չիջավ 5.3 լավ ես 1 տարի էլ, այո, դա լավ է 1 տարի։ Դու 2 տարի ժամանակ ունես գործեր լավացնես ու ամիսը $1,000 ավել վճարես։ Եվ չմոռանանք tax profit, tax benefit-ները կա շատ ուրիշ շահեր ունես ու կարող ես օգտագործես եւ տան արժեքն բարձրանում է։ Եթե երրորդ տարին լավ 6.3-4,900-ը չես կարող վճարես, ես քո համար ես շահով ես տունդ կվաճառեմ 3 տարի, դու գնա վարձուն նստի նորից։ 3% կանխավճարով, որտեղ ժողովուրդը 20% down ունեն, ոչ, 3% down, 6.31 point-ով, բայց guess what? Հաբա 6.30 point-ով։ Հաբա 6 point-ով։ Համաձայն եք 6 point-ով, էսի մինչև $800,000 խոսքը։
կարող ենք անենք, կա ծրագիրները 10% down payment-ով նույն ձևի, 20% down payment-ով 6.125-ը 2 point-ը, 1 point-ը կամ 2 point-ը seller-ից կարող ենք առնենք։ Նույնիսկ մենք ենք կարող ձեզ վճարենք, որովհետեւ $8,000 վարկի մասին է խոսքը։ 1 point-ը $8,000, մենք $8,000 ձեզ կվճարենք, 6.125-ը 2 point-ի փոխարեն 1 point-ը մենք կվճարենք, 1 point-ը seller-ից կառնենք, so you get 6.125։ Ձևերը կան, so տոկոսի խնդրում եմ տոկոսին մի մեղադրեք, 20 տարվաները 5.9, մի քիչ արագացնեմ։ High balance-ները, որ 8,600, 1,200,000, ինչպես տեսնում եք, 6.5, լրիվ լուրեր ասում են տոկոսները լա 8, 7 ներողություն, 7, որտե 7, 6.5, եւ 1 point-ով են ամենը մամուլը ասում, հա 0 point-ի մասին չեն խոսում։ Եվ այս 1 point-ը մենք կվճարենք, technically 6.375-ը 1 point հայլում, որտեղ երկուսից մեկը մենք ենք կարող ձեր համար վճարենք։ So 6.375 1 point-ով, եթե մենք ձեզ real estate-ի ներկայացնում ենք, կարող ենք 6.375-ով ստանալ 1 point-ով։ So մամուլը ասում է 7, մերը 6.3, բախտատելով apple to apple։ 20% down payment-ով, նույն պայմաններով, 25 տարվա fix-ը, նույն 20 տարվա fix ավելի է, իջե։ FHA-ները հոյակապ են, տոկոսները շատ լավ են, եթե 3.5% միան կանխավճար ունես եւ credit-դ այդքան լավ չի, եւ եկամուտդ բավական չի, 5.75, well, there we go։ Եվ մինչև high balance, մինչև 1,200,000, 5.75, so եթե FHA loan ունեք ներկայիս եւ FHA-ից մեկ FHA փոխանցեք առանցի ծախսի, առանցի եկամուտի թուղթի, առանցի appraisal-ի, առանցի credit-ի 6.5% 1 penny չեք վճարի, բոլորը մենք ձեր համար կվճարենք։ Հիմա jumbo full tax return-ով 6.375 մինչև $3 million, no problem, բայց առանց tax return-ի, առանց profit and loss-ի եւ profit and loss-ի տալի եւ audit-ը չեք եկնի, այսինքն դուք self-employed եք, վստահ եք հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Profit and loss program պետք է չուի audit-ը դելնի, պետք է չունեք տեսնենք հաշվի մեջ գումարը seasoned-ա, մինչև 90%, մինչև $3 million կարող ենք անենք, մինչև 50% բան եւ credit score-ը մինչև 660 Այս օրինակը 781 credit score-ով է, առանցի bank statement-ի։ Սա bank statement program-ն է, եթե P&L-ը չունեք, եւ ուզում եք bank statement-ներով ներկայանաք, նույն ձևի կարող են bank statement-ներով հաշվենք։ Շատ ժամանակ ես արագ այթում, ուզում եմ, որ անպայման մեքանիալ լիստինգները ցույց տամ, որովհետեւ ժամանակ արագ այթում ես լիստինգների վրա ուզում եմ correction-ներ ասեմ, որ ինչպես որը լավ է correction-ի համար։ Շատ չունեմ, բայց մատ արագ մեքանից եթե կարելի է խնդրում լիստինգներ նայենք եթե կարելի։ Այո, ուրեմն այստեղ միջև ուրբաթ օրվանից հետո արդեն մարքեթը չենք իմանում։ So օրինակը Simi Valley-ն է 3 bedroom 2 ննջասենյակ 1343 square feet է։ Moving condition-ից recessed light-եր ունի, գետինի մանջատախտակը կա, մաքուր kitchen-ով բանով $650,000, բայց նայեք $483 per square feet։ So էսա կարևոր է, 650-ը կարևոր չի, կարևոր է այս թիվն է, որ ինչ ես տեսնում։ $550, բայց մաքուր վիճակի մեջ այսպես տեսնում եք, խոհանոցով, բերջումով, ամեն ինչով։ So արժան տուներ կան եւ starter մեծ patio-ել ունի, ես էլ երեխաներ են ինչպես տեսնում ես։ So եթե չես կարող թանկը առնես, կարող ես արժանով սկսես։ North Hollywood 2 ննջասենյակ 2 լվացարան 1048 square feet, բայց էսի ինչու եմ ցույց տալի։ $667 North Hollywood condo շատ սխալ արժեք է։ Simi Valley-ն տեսակ $489 էր։ Այս սխալ արժեքը դրվել $667, այսի չի վաճառվի այս արժեքով։ Տեսակ տարբերությունը ինչ է, ես դա մորզեցիմ ցույց տամ։ Հիմա Studio City, որ North Hollywood-ի ճիշտ տակն է։ Studio City-ն ավելի լավ տեղ չի միթե բացի North Hollywood-ը, նայեք տունի վիճակը։ Ամեն ինչով, մոդիներով, խոհանոցը, գետինները, ամեն ինչով մաքուր, 2 ննջասենյակ 3 լվացարան $549 per square feet, yəni $667 է։ Եվ North Hollywood-ի ու Studio City տարբերությունը ինչ է հեռավորությունը։ Studio City-ն ավելի լավ տեղ է, ասել եւ patio-ն։ Նույն արժեքը 699 եւ ավելի մեծոտ, yəni 1048 square feet-ից 1200 square feet։
Westwood սա 11 րոպե քայլելու տեղը 11 րոպե մինչև UCL է։ Երկու ննջասենյակ, երկու լվացարան, 1366 square feet, $675 Homeowners Association, որ ձրի է որպես Westwood-ում, $584 per square feet Westwood-ում շատ արժան է այսի։ $798,000, բայց 798-ը չի կարևորը, 584-ն է կարևոր։ Սա եթե UCL-ի աշակերտություն ունեք ուղարկելի ուզում եք ձեր տունը ապրի, Malibu 11 walk to the beach, քայլեք ծով, երկու ննջասենյակ, 3 լվացարան, 10 րոպե քայլում եք մինչև ծով, 1378 square feet condominium է, միայն $855 Homeowners Association-ը, շատ լավ արժեք է Homeowners Association, բայց Malibu-ում $710 per square feet, unheard of, որ 10 րոպե այս տունն է, այս որ տուրիստ է, այդպես քայլես մինչև ծով, $979,000, you can't go wrong։ Լավ արժեք է տեսնում եք որտե, թլուկա լեք, 3 ննջասենյակ, 3 լվացարան, 2400 square feet տունի մեծությունն է, վիճակը նայեք, fireplace-ով, այս մոդիներով, գետինները նայեք, խոհանոցը, $1137 Homeowners Association-ը բավականի թանկ է թլուկա լեքի համար, բայց առավելություններ շատ ունի, բայց արժեքը նա ինչպես է adjust-արել, $452 per square feet in Toluca Lake, չես ճարի երբեք, մեկ միլիոն $129,000, so ասում են արժեքները adjust-այլում, it's adjusted already, ես ստավրել չես կրեցես negotiate անես $452, կարող ես, բայց այդքան բան չի, բան տուները նայենք, հողով տուն, Montrose, 2 bedroom, 1 bath, 1000 square feet տունի մեծությունն է, 6000 հողամասի մեծությունն է, $832, այո, Մեկիշ թանկ է, տունը փոքր է, բայց location-ը նայ, Montrose ես եւ 869 այսօրվա պայմաններով affordable է։ Ինչպես որ նախկին ժամանակ այսպես Toyota, Honda, Nissan են առնում ստանից 20-30 տարի առաջ, average sticker price-ը $30,000 էր։ Հիմա նույն average sticker price-ը $60,000։ So, բաները փոխվել է։ Reseda, 4 ննջասենյակ, 3 լվացարան, 2100 square feet տունի մեծությունն է, 6400 հողամասի մեծությունն է, նայեք $446 per square feet։ Reseda-ի համար այս վիճակի տուն պետք է չունես ծախսես, move-in condition 446, 935-ը չի ստեղում հարցը 446-ն է, որ կարող ես դու տուն ունենաս եւ Reseda շատ լավ տեղ է, ով ասեմ միայն Glendale-ը պետք է լավ լինի, բայց փուլով տուն են, with the pool, հոյակա տունն է, ինչքան է, հսկայական տուն է 2100 square feet։ La Crescenta, 2 ննջասենյակ, 2 լվացարան, 1483 square feet տունի մեծությունն է, 7800 հողամասի մեծությունն է, $995,000, but guess what? La Crescenta $670 is not a bad price, բայց ինչու որտեվ upgrade պետք է լինի, նորոգություն պետք է լինի այս տունը։ So հասկանալի է։ So bravo, որ ճիշտ ձևի են արժեքարել, որտեղ ասում այս մարդը առնի այս տունը պետք է $200 per square feet ծախսի վրա։ So եթե 670 առնի 200 ծախսի 870 այլում 870 մեծ բակով մեծ տուն fantastic So ճիշտ արժեք է տեսակ Simi Valley 4 տնջասենյակ 3 լվացարան 2500 square feet տունի մեծությունն է նայեք տունը brand new նման մաքուր լույսերը գետինները մարբլները խոհանոցը եւ $394 per square feet նայեք ինչ մեծությունը So, 998,000 ձրիա ինչու որտեղ 394-ն է այստեղում կարևոր։ Հողի արժեքն էլ մեջն է, ապրանքի արժեքն էլ մեջն է $394։ Միայն Simi Valley-ը, ասում ասում չեմ կարող առնեմ, բայց պետք ունեմ 4 bedroom-ը, 4 bedroom-ի Glendale-ը թանկա փուլով տուն եմ ուզում, guess what, մեկ քիչ հեռու է դաս, you get to have it։ Ժամանակավոր, հետո կթանկանա, թանկացա, գործերը կծախես, կգաս մոտիկ կառնես։ Canoga Park 5 ննջասենյակ 3 լվացարան 5 bedroom 2173 square feet նայքի սիրուն շատ գեղեցիկ ճաշակով գետինները լույսերը խոհանոցը island-ը $551 per square feet finished product Այս մարդը ինչքան փող է ծախսել այս տան վրա որ նոր այսքան արժեքով էլ ծախում է $551 It's fantastic price $1,200,000 asking price,
բայց 5 bedroom 2100 square feet եւ ամենը մաքուր AC-ով, բակով, ամեն ինչով։ So you can't go wrong, ճիշտ է, փուլ չունի, բայց դա էլ արդեն ձեր վրա։ So տեսեք արժեքները, ճիշտ է, Glendale 4 տնջասենյակ 4 լվացարան, 282 square feet ունի մեծությունն է 5500 հողամասին։ 1.540 շատ թանկ է, բայց 674-ն է ստեղում հարցը։ Եթե գլեն, որտեվ 2200 square feet է, ասում $674, you can't go wrong, բայց հողը փոքր է անշուշտ։ Հասկանալի է, եւ location-ը։ La Canada Flint Ridge, հիմա La Canada-ում 4 տնջասենյակ 3 լվացարան եւ 3000 square feet ունի մեծությունն է, 22000 հողամասի մեծությունն է։ Մեծ հող եք ուզում, բավականին մեծ տուն եք ուզում, պետք է upgrade լինի, ասի հիմա։ Չեմ ասում հինա, բայց մի քիչ dated է, պետք է նորոգես։ $811 asking price, բայց կարող ես հիմա as is փոխադրվես մեջը։ Պետք է չունես առաջի օրը տակից քանդես եթե։ So 2.380,000, բայց $811 per square feet La Canada-ի այս թաղամասում սենցի մաքուր flat հողով դժվար է ճարվում։ Բայց commercial-ները նայենք։ Glendale 4 unit-ը լավ թաղամասում է, շատ լավ թաղամասում է, fantastic location։ Երկու հատ one bedroom one bath է, սրա վարձերն են, մեկ 3 bedroom two bath է, սրա վարձն է, սրա 2 bedroom one bath։ 3500 square feet ունի շենքի մեծությունն է, տարեկան net income $91,000, մոտ $8,000 մաքուր է իրան թողնում, $1,895,000։ Դու կարող եք 3 bedroom-ի մեջ ապրեք, մյուսներից էլ վարձ հավաքեք։ Կամ եթե ծնող քույրիկ եղբայր։ Սա office building-ը շատ լավ location-ում office building-ը շատ լավ։ Եթե բժիշկ եք կամ մի բան ուզում եք owner occupied անեք, դուք մեջը մնաք 27000 square feet մեծությունն է, կարող եք surgery center անեք, կարող եք dentist-ի տարբեր office-ներ ունենաք, $849,000 իր տարեկան եկամուտն է, $850,000 իր տարեկան եկամուտն է, cap rate-ն է 5.38%, but price per square feet նայեք $381։ So եթե մեջ ուզում եք բնակեք, ավելի լավ investment as a owner occupied, $10 million asking price։ Ինչպես տեսակ հայրենակիցներ, շատ լուրու կա, շատ նորություններ կա, բայց one-on-one տարբեր է, այսինքն եթե դուք ձեր անձնական պայմանները տարբեր է, մեզ հեռացանեք, մենք ուղղակի ձեր պայման, ելի commercial, ելի residential, մենք SPL-ներ ենք անում 10% down-ով, commercial ունենք, որ այդ հայրենակիցները, որ իրանց եկամուտի, ճիշտ է, թուղթերը այդքան պայմանները լավ չի, բայց շատ A-rated հաճախորդներ եք, որպես cash flow, որպես equities եւ այլն, հոյակապ ծրագիրներ ունենք, որ կարողանում ենք օգտակար լինենք ձեզի, եթե tax-երը այդքան գովելի չի commercial-ների մասին է խոսքը։ Շնորհակալ եմ, որ նայում եք մեր ծրագիրները, հեռացանեք որևէ հարցում ունեք, կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ, տեսություն։